Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեծահաբի եթերում Մեծարենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ, բարի երեկո։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերելու համար։ Պարոն Սուրենյանց, ուրեմն մենք նախորդ օրը տեսանք, որ Վաշինգտոնից Նիկոլը վերադառնում էր Երևան եւ ասաց, որ շատ կարոտել է Հայաստանը եւ գալիս է կրկին խաղաղության, այսպես որպես ծիծեռնակ, հա։ Հիմա այս խաղաղությունը, քանի որ մենք գիտենք, որ Թաշկինակ արած գնալու է ընտրությունների, ուզում հասկանամ նախ այցը Վաշինգտոն այս անգամ ինչի մասին էր եւ հետո կանրադառնանք հաջորդ թիվ։ Դուք գիտեք, որ Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը շատ մեծ տեղ է տալիս PR-ին, ինքը սիրում է իր բոլոր ձեռնարկները, միջոցառումները հնչեղ անցկացնել հզոր առաջնորդի խաղաղասերի իմիջ կերտել, այդ շրջանակներում խաղաղության խորհրդի նիստ էր հրավիրել, ինքնին հասկանալի է, որ Հայաստանը այդ մարմնում ներդրում էլ չի կարող անել, խաղաղության խորհուրդ կոչվող մարմնի մասին է խոսքը, այստեղ Հայաստանը ավելի շատ PR գործիքի դեր է կատարում Թրամփի համար, այստեղ ես դատապարտելու իմաստով Թրամփին չեմ ասում, սա շատ բնական գործելավոճ է գերտերությունների համար, ովքեր ցկտում են իրենց ձեռնարկներին PR-ի նպատակով, իրենց ազդեցությունը ցույց տալու նպատակով բազմաթիվ փոքր երկրների ներկայություն ցույց տալ։ Այնտեղ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն անելիք չուներ, որտեվ տեսանք, որ Իլհամ Ալիևի հետ էլ հանդիպում չեղավ։ Բուտաֆորիա էր, բայց եղավ դες ձեռքսեղմում, բան, իդեպ այդ դրաման եմ ասում, Հայաստանը վերածվել է PR-ի գործիքի։ Այդ ձեռքսեղմումից, PR-ից եւ Թրամփն են օգտվում եւ Ալիևը, որտեվ Թրամփը ցույց է տալիս այն ինչի մասին նոր ասեցի, Ալիևը հայն չկա, ձերքել կսեղմի, կծապել կտա, որովհետև ի վերջո արդեն առանց կրակոցի ստանում է այն ինչ ուզում է եւ այդ շարքը շատ մեծ է, գիտեք, նրա ախորժակի կամ ակնկալիքների, հասկանալի չէ ինչ է հրճվում կամ ինչ Վաշինգտոնը խաղաղության հաստատման տեսակետից ինչ նոր ազդակ տվեց Փաշինյանին, էլի, օրինակ ես շատ ուշադիր եղել եմ հետևել եմ այդ հանդիպումներին չեմ տեսել, այդ ինչ նոր ազդակ ստացավ խաղաղության։ Բացի ասենք այդ Թրամփի խոսքերը, որ օրը մեջ նա ասում է, գիտեք խաղաղությունը որ բուտաֆորիկ հասկացություն չի, դա ռեժիմ է։ Ոնց որ պատերազմը, Աստված մի արաստրես, խաղաղության ռեժիմ է, որը պիտի ունենա մի քանի շատ կարևոր բաղադրիչներ, խաղաղության պայմանագիր, որը չկա եւ վստահ եղեք, որ պահանջները Ադրբեջանի միայն սահմանադրության փոփոխությամբ չեն սահմանափակվելու, ուղղակի չեն ուզում Բաքվից փչացնել իրենց երանելի վասալ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ախորժակը։ Ունես գերիներ, որտեղ եք տեսել խաղաղություն եւ պետությունները չեն լուծել այդ հումանիտար խնդիրը։ Ընդհակառակը հակառակող դատասում է, որ ֆաշիստներից վտանգավոր են եւ այլն։ Եվ վերջապես ունես տարածքներ, որոնք գտնվում են օտար օկուպացիայի ներքո։ Էլի որտեղ եք տեսել առանց սահմանային խնդիրները կարգավորելու խաղաղության անշրջելիության մասին պնդում կամ հակամարտության էջը փակված լինելու մասին պնդում։ Չհաշված որ քո ինքնիշխան երկրում պետության մեջ ճշնամին բնակվել է ջերմուկի սահմաններում։ Գիտեք, սա դատարկ խոսք չի խաղաղությունը, հա, հետևաբար այդ նշածը սուղություններից որևէ մեկով Վաշինգտոնում առաջընթաց չկար։ Եվ ես չգիտեմ, էլի այդ ինքնաթիռով գետնից կտրվելը իրականությունից է կտրում Փաշինյանին, թե իսկապես իրա պետք եկած բաներ ինքը ստացել է եւ դրանով գոհա, այսինքն տեսեք, ստանում է խաղաղության մասին անդադ ներփողներ, դա կլինի Թրամփի շուրթերից, թե Ալիևի էական չի, լուսանկարներ է ստանում,
որոնք մատուցում են որպես աշխարհի հզորների կողքին լինելու առավոտյա ապացույց, օրինակ տեսեք պաշտոնական տեքստերը ինչ են, գրվում է բոլոր պաշտոնական խողովակներով տարածվել էր տեղեկատվություն, որ Վաշինգտոնում Դոնալդ Թրամփն ու Նիկոլ Փաշինյանը մտքեր են փոխանակել։ Հետո փորձում ես փնտրել, տեսնել այդ որտեղ են հանդիպել, հանդիպումը ինչ ֆորմատ է ունեցել, աշխատանքային է եղել, կամ ինչ ովքեր են մասնակցել, ինչ օրակարգային հարցեր են քննարկել, մեկ էլ պարզվում է խոսքը ոտքի վրա մի հատ մեծ միջոցառման կենտրոնում կամ Լուսանսկում հիմա էական էլ չի, որովհետև ակնհայտորեն բոլորի հետ այդ ողջույնը ու երկու բառը փոխանակում էր Թրամփը։ Կոն այդ պրոտոկոլային բանը պրոտոկոլային ամոթ է դրան մտքերի փոխանակություն կամ հանդիպում կոչելը դա գիտեք այդ նույն տրամաբանությամբ հիմա մենք դիսերտացիա ենք պաշտպանում։ Ձևակերպման Նիկոլի փոխարեն լիներ X1-ը նույն կարգավիճակով պաշտոնական հաղորդագրություն չեմ կարծում լիներ կարող էին մաքսիմում այդ իրադարձության անունը դնել, որ Թրամփը իթիվս այլ հյուրերի ջերմ ողջունեց նաև Նիկոլ Փաշինյանին մաքսիմում դա դրա տակ կարող լինի, որովհետև ես չեմ կարծում, որ 1 րոպե չտեված շփման ընթացքում հնարավոր է ինչ-որ միտք փոխանակել ողջունելուց կամ որպիսություն հարցնելուց զատ էլի ակնհայտորեն դա մեր ներքին լսարանին ճիշտ նկատեցիք դուք խաղաղության ապրանք է վաճառվում հասարակությանը ընդ որում այստեղ հասարակության մի մասի վրա դա տպավորություն թողնում է որտեղ ամեն դեպքում ինչ-որ կոմֆորտ են ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար նախընտրական զինադադար հա կարող եք կոչել սա նույնիսկ այս տերմինը շատ հարմար է դա չեն կրակում կարծես թե զուտ թվացյալ արտակուստ իր խոսքը համապատասխանում է իրականությանը, բայց դուք հրաշալի գիտեք, որ նշվածս 3 չլուծված հարցերից յուրաքանչյուրը կարող է Աստված մի հարցը նոր պատերազմի կայս դառնալ, որովհետև դրանք լուրջ խնդիրներ են, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ըստ էության ոչինչ համաձայնեցված չի։ Լուրջ առանցքային դու չգիտես քո տարածքային պարամետրերը Բաքվից որևէ հայտարարություն չես լսել որ 29743 կիլոմետր քառակուսու տարածքում կամ 298-ի մեջ քեզ ճանաչում են դու չես լսել նույնիսկ այդ թիվը հա մնայուն չի որոշված չի հա հիմա կարող եմ մի օր էլ ասի դիկտատորի մեջ շոր մի հատ էլ պատմության ձեռնարկեր չէ ինքը գովազդում մի օր էլ կարող ասի ինքնաթիռի մեջ միջև հիմա չէ հայտնաբերել ձեռքս ընկավ մի պատմության դասագիրք օրինակ Ալեքսանդրապոլի պայմանագրի քարտեզը կարող առաջի անգամ տեսնի չգիտեմ տեսականորեն եկեք չբացառենք դա համարի ամենաճշմարիտ եւ ամենաիրական Հայաստանի պատմությունը կամ քարտեզը որտեվ ինքը հիշում եք չէ ինչ անհեթեթ բացատրություններ է տվել ասում է Վիկիպեդիայից Հայաստանի չափը տարածքային պարամետրերը պարզեցի մյուս անգամ կարող Google-ի մի հատ ուրիշ թիվ գա եկեք Ալեքսանդրապոլի պայմանագիրը թողեք մի կողմ որովհետև հիմա դուք հուշելու եք նա գնալու է եւ անդրադառնալու է եւ հետո անդրադառնալու Հայաստանի վրա պարոն Սուրենյանց նայեք այս քպականները դուք էլ հա տեսած կլինեք որ արդեն վաղուց սկսել են իրենց քարոզաշավը հիմա էլ փոքրիկ տեսանյութերով են հանդես գալիս էլի խաղացնում են այն միտքը որ եթե ընդդիմությունից որևէ մեկը ընտրվեց հատկապես Ռուսաստանի կողմից օլիգարխներ եւ այլն այդ մարդիկ բերելու են պատերազմ մեզ ընտրելու դեպքում տեսեք մենք խաղաղությունը արդեն ձեռքի վրա ունենք անվտանգ ենք սահմանում զոհեր չկան այդ միտքը անընդհատ գեներացնում են այս մարդիկ հիմա մենք արդյոք խաղաղության պատրաստ ենք եւ արդյոք պատերազմի ենք պատրաստ այս երկու բառ փոխեցնենք համադրության Հայաստանի մեյնսթրիմում որևէ քաղաքական ուժ չկա որևէ նույնիսկ ազգայնական դասական ուժերը որ պատերազմի ուղղությամբ որևէ ռետորաբանություն գեներացնի կամ ինչ-որ պահանջներ դնի նույնիսկ Արցախի վերադարձի խնդիր ինչպես տեսնում եք արցախցիների վերադարձի խնդիր ոչ թե Արցախի
չեն դնում քաղաքական ուժերը, որտեվ ներկա հանգրվան առնվազն դրա համար ոչ պատե են համարում։ Միջազգային իրադրությունը նկատի ունեմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կառուցվածքը եւ դրա իրատեսականությունը, հա։ Հետևաբար դա լրիվ միֆ է, բայց ըստեղ ինձ ապշեցնում է, որ Հայաստանի միակ իշխանությունը, որ 3 պատերազմ է բերել, սա միակ իշխանությունն է, որ բերել է 3 պատերազմ։ Ընդ որում 3-ից էլ հնարավոր էր խուսափել։ Հասկանում եք, եկեք տեսնենք ով ընտրվել վերջին 6-7 տարում ու ինչ ա եղել։ 2018 թիվ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ։ 2 տարի հետո տեղի ունեցավ պատերազմը, որը կարող էր տեղի չունենալ, որտեվ հենց ինքը հրապարակեց փաստաթղթերը եւ ամբողջ հասարակությունը տեսավ, որ առնվազն 2 անգամ իր սեղանին փաստաթուղթ է դրվել, որը բանակցային հիմք ընդունելու պարագայում այդ աղետաբեր պատերազմը մեր տուն չէր գա։ Այսինքն հրահրեց Իհարկե, Արցախ-Հայաստանը եւ վերջ Սևրի դաշնագրի 100-ամյա տարեդարձի ֆետիշացումը, դա Թուրքիային ծաղրել էր նշանակում ուղղակիորեն։ Միացել էր մի հատ բլոկի հակաթուրքական, հիշում եք, քիթը խոթել էր մի կոնֆլիկտի մեջ, միջերկրական ծովի ռեսուրսներին վերաբերում, ընդհանրապես մեր պատմությունը չի, մեր կռիվը չի, հա։ Էլի բաներ կարող եմ ասել, չկան մադրիդյան սկզբունքներ, կան մյունխենյան սկզբունք եւ այլն։ Երկրորդը այն 2021 թվականի սրացումները, որը բացարձակ նրա հետևանք էր, որ ինքը արտաքին քաղաքականություն վարելու փոխարեն անդադ հանդարտեցնում էր Ալիևին, խթանելով նրա ախորժակը։ Եվ վերջապես Արցախի կորուստը, որը իր նոր արկածախնդրության հետևանք էր, որովհետև ինքը որոշեց կամ իրան հուշեցին Եվրոպայի իր տերերը եւ ստեղի պսևդո արևմտամետները, որ այս սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմ, որը ավարտվելու է Ռուսաստանի ֆիասկոյով, ինքն էլ շատ լուրջ հավատաց Ռուսաստանի պանիխիդայի թեզին, այդ կեղծ թեզին, եւ շրջադարձ կատարեց դեպի արևմուտք, որը իրականում նշանակում է ռուսական ուղեցրից Հայաստանը դուրս բերել եւ թուրք-ադրբեջանական ակցիանի մեջ դնել, ինչի հետևանքով կորցրեցինք Արցախը։ Այսինքն այս մարդու բոլոր քանի տարի արդեն իշխանության 8 բոլոր 8 տարիները կապված են պատերազմի, ազգային աղետի, մահերի, արյան, տարածքային կորուստների, ազգային նվաստացման հետ։ Ծնկելու խորհրդանիշը ամբարտավանության, նախապատերազմյան Նիկոլը ամբարտավանության, հետ պատերազմյան Նիկոլը ծնկելու խորհրդանիշը։ Այս երկուսի սիմբիոզը հայ ժողովրդին խաղաղության դասեր է տալի։ Ուրեմն ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյան եւ պատերազմ բառերը հոմանիշներ են։ Եվ հակառակը հայ ժողովուրդը, որը խորապես համոզված եմ իր հավաքականության մեջ միայն խաղաղությանն էլ ձգտում է ու միշտ այդպես է եղել։ Պատերազմ, նոր պատերազմ եւ այս անգամ Հայաստանի Հանրապետություն չկորցնելու համար պիտի չընտրի Նիկոլ Փաշինյանին։ Հրապարակում եղած որ ուժին էլ ընտրի, այդ ուժերը պատերազմի մասին չեն։ Անկախ ինչ տարաձայնություններ ունեն մեկը մյուսի հետ, իշխանության հետ, անկախ նրանից ով ինչ արձագանք է տվել Արցախի կորստին կամ կործանմանը եւ ընդհանրապես դրանք պատերազմի մասին չեն։ Ի վերջո կամ փաստեր։ Փաստերը շատ դաժան են եւ հաստատ ավելի արժեքավոր են, քան ասենք տարբեր տրամաչափի ԿՊ-ականների բլթոսները, որոնք այդ կարճ շորթերի միջոցով անում են, հա։ Դրա համար ես վստահաբար պնդում եմ, որ մեր ժողովրդի ինքնուրույն կարծում եմ կարող է իմ ասած փաստերը դնել, փառք Աստծո հիմա այնպիսի ինտերնետային հարուստ նյութեր կան 2000-ականները չեն, ոչ էլ անցած դարավերջը, հա, որ մարդիկ դժվարությամբ պեղեն գտնեն, որ փաստը որից առաջ եղավ, ով դարձավ պատերազմի հրձիկ, Նիկոլ Փաշինյանը սովորական պատերազմի հրձիկ է, որը անցել է
Տիգրան Մեծից միջև Ցրան Վերգո էվոլյուցիան։ Հիմա այս մարդը, ասենք, դա դասեր է տալի խաղաղության մասին։ Գոնե էպոս կարդա, շոր բաներ կհասկանային, ինչ կերպարի հետ իրան համեմատեցի։ Եվ պարոն Սուրենյանց, նաև ընդդիմությունը, հա, օրինակ կան ուժեր, որ հայտարարում են տնտեսական աճի, բարեփոխումների 0% դրույքով ինչ որ, հա, փոքր բիզնեսին աջակցություն եւ այլն, բայց կա նաև այստեղ մի կարևորագույն խնդիր, որ անվտանգության մասին խոսք չկա։ Արդյոք մենք անվտանգ չլինելու դեպքում կարող ենք մենք տնտեսությունը որպես այդպեսին զարգացնել։ Տեսեք, հարգելի Արթուր, ես միշտ կողմ եմ եղել դժվար հարցերը չխուսափելուն։ Որը այսօր առաջնային անվտանգության հարցն է, որը իմ քաղաքական գործունեության կրեդոն հենց այդ է, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանի ուրացմանը պատասխանենք հեքիաթով կամ փորձենք շրջանցել սուր հարցերը, այլ ընդհակառակը քաղաքական պատասխանատու ուժերը պետք է մտնեն բարդ հարցերի տակ, դրանք լուծելու հանձնառություն ստանձնելով։ Միայն այդպես իրենք տարօրեն տարբերվել գործող իշխանություններից։ Ուրեմն կարևոր է եւ անվտանգության հարցը, եւ տնտեսության հարցը։ Մեր տիպի երկրներում առանց անվտանգային բարդ խնդիրների բանաձևումներ գտնելու հնարավոր չի որևէ այլ հարցի անդրադառնալ, որովհետեւ դու պիտի նախ այն միկրոմիջավայրը կոմֆորտ ստեղծես, որ այդ մարդը բարիք ստեղծելու հնարավորություն ունենա, կամ երեխային ուսման ու կրթության ուսման եւ առողջության հարցեր կարողանա լուծել, ռեալիզացնել այդ իրավունքները, նոր խոստումներ տաս։ Ես մոտավորապես հասկանում եմ ձեր մտահոգությունները, բայց հույս ունեմ, որ դերևս 1-1.5 ամսվա բացվածք ունենք միջև բուն ընտրական կամ քարոզչական կամպանիայի մեկնարկը, դա բավարար ժամանակ կլինի, որպեսզի քաղաքական ուժերը բացվեն։ Հիմա եկեք սա խոսույթների հաճախ ոչ adekvat լինելը վերագրենք տնային աշխատանքների փորձարկումներին։ Ես ուզում եմ անմեղության կանխավարկածով առաջնորդվեմ, բայց որընդդիմության մի քանի ուժեղ առաջնորդություն է պետք ձևավորել եւ որ ընտրողին պիտի քաղաքական այնպիսի ապրանք մատուցես, որ ընտրողը կամ հասարակություն դա սպառելու պետք ունենա կամ անհրաժեշտություն ունենա, դա երկու կարծիք չի առաջացնում։ Եվ դուք մասնակցում եք ընտրություններին, ձեր կուսակցությունը, Ծառուկյանը հայտարարեց, որ մասնակցում է ընտրություններին, բայց գնում է ոչ թե դաշինքի ձևաչափով, այլ մենակ։ Տեսեք, դա նորություն չի արդեն։ Մի շարք գործիչներ, ուժեր, այդ թվում դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը, իրենց ընտրական ջանքերը մեկտեղելու են առաջարկ Հայաստանի ծրագրի շուրջ, Բարգավաճ Հայաստան ընտրացուցակում։ Սա բովանդակային առումով դաշինք է, բայց ֆորմալիստական առումով մենք ընտրել ենք քաղաքական այդ բրենդը, որի տակ մասնակցելու ենք, առաջարկ Հայաստանի ծրագիր եւ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Կոնկրետ դեմոկրատական այլընտրանքի մասով այս որոշումը խիստ կանխատեսելի էր, որովհետեւ մենք մեր ստեղծման առաջին իսկ պահից ինստիտուցիոնալ համագործակցություն ենք ունեցել Գագիկ Ծառուկյանի թիմի հետ, գաղտնիք չեմ բացահայտի, որ ասեմ, թիմ վերջին 4-5 տարիների ընտրություններին գրեթե միշտ միասնական թիմով ենք մասնակցել, դաշինքային կամ այլ ֆորմատով, եւ այս առումով մեր թիմերի գործունեությունը առնվազն 5-6 տարվա ներդաշնակություն ունի եւ շատ չզարմացրեց ոչ հասարակությանը մեր որոշումը, ոչ իմ քաղաքական թիմի, ոչ էլ պարոն Ծառուկյանի քաղաքական թիմի։ Երկրորդը, ինձ դուր է եկել առաջարկ Հայաստանի ծրագրի թե բովանդակությունը, բայց թե հատկապես իր կառուցվածքը, այսինքն ինքը ձևավորվում է ոչ թե վերևից ներքև, այլ ներքևից վերև սկզբունքով, ամբողջ իմաստն այն է, որ առաջարկ Հայաստանինը ենթադրում է ներառականության սկզբունք, երբ որ
այդ ծրագրի շուրջ կոնսոլիդացված հանրային եւ քաղաքական սեգմենտները product են ձևավորում, որը հետո համապարփակ ծրագիր պիտի դառնա։ Յուրաքանչյուր իր արվակով ծրագրային հայտնվում է այդ գետի մեջ։ Սա ինձ դուր է գալիս, որովհետեւ թույլ է տալիս, որ որպես ավելի փոքր կուսակցություն մեր դեմքով, մեր եսով, մեր քաղաքական ծրագրով, ի վերջո մեր թիմի առաջնորդով ներկայանանք այդ կոնսոլիդացիոն կենտրոնի մեջ։ Եվ երրորդը Ծառուկյանի կոնսոլիդացնող գործոնն էլ դեր ունի, իհարկե, այս բոլոր գործոնները համակցվելով, փոխ լրացնելով բերել են մեզ այդ որոշման, մենք միտումնավոր ընտրել ենք շատ մեծ համագումարի տարբերակը, որպեսզի չլինի, որ որոշումը քաղաքորդինն է կամ ավելի սահմանափակ թվով մարդկանց կուսակցականներին, որ կարելի է ակտիվ համարել, ընտրել ենք շուրջ 600 պատվիրակ ունեցող համագումարի տարբերակը, որպեսզի մաքսիմալ ներառականություն ապահովենք եւ տարակույս չառաջանա, որ այս որոշումը կամ Սուրեն Սուրենյանցի կամ քաղաքորդի որոշումը ներառական լինի եւ կուսակցության անդամներից յուրաքանչյուրի մասնակցություն ընտրական գործընթացին երաշխավորված լինի։ Ով է լինելու պարոն Սուրենյանց ձեր միասնական տեխնացուն, վարչապետի տեխնացուն։ Առաջին համարը վստահաբար լինելու է պարոն Ծառուկյանն է, բայց ինքը հայտարարել է, որ վարչապետի տեխնացու չի։ Պարոն Ծառուկյանը շատ հստակ է ասել, այդտեղ մեկնաբանության խնդիր չկա, բայց առաջին համարը եւ թիմի լիդերը անշուշտ լինելու է Գագիկ Ծառուկյանը։ Ցուցակային հարցեր տակավին շատ անկեղծ եմ ասում, ոչ թե ինչ-որ բանտակ։ Դերևս քննարկված չի, նախ որտեվ հենց այդ փուլին չենք ասել։ Տեսականորեն նոր մարդիկ էլ կարող են միավորվել, տեսականորեն պարտադիր չի է նոր մարդիկ կամ նոր միավորվողները անպայման կուսակցություն լինեն։ Կարող է ինչ-որ հասարակական խումբ լինի, շատ արժեքավոր մի անհատ լինի։ Համենայն դեպս վստահաբար, վստահ ինչ կարող եմ ասել, ընտրացուցակի անունը լինելու է Բարգավաճ Հայաստան կուսակցություն, ծրագիր ունենալու է առաջարկ Հայաստանին անունը, ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը։ Երբ պարոն Սուրենյանց, երբ որ պարոն Ծառուկյանը հայտարարեց ընտրություններին մասնակցելու, անցավ շատ կարճ ժամանակահատված, մենք տեսանք, հա, ուժայինները մտան իր տուն եւ փորձեցին ինչ որ էլի այդ զննություն անցկացնել։ Բազմիցս այդ կարգի բաներ տեսել ենք, հա։ Ինչ նպատակ է հետապնդում իշխանության կողմից վախեցնելու, լրացնելու, չմասնակցելու ընտրություններին։ Այդ քրգործը վստահաբար պարոն Ծառուկյանի անձի հետ կապ չունի։ Եթե չեմ սխալվում, Մարինչ համայնքի նախկին ղեկավարի հետ կապված։ Բայց ինչու հենց այս ժամանակահատվածում։ Հա, հիմա տեսեք, իրենք պնդում չես կարող անել, որ դա անպայման քաղաքական համատեքստ ունի, որտեղ այդ գործի ֆիգուրան չի Ծառուկյանը։ Բայց մյուս կողմից Հայաստանի տիպի երկրներում նման բաները պատահական չեն լինում։ Դե, այն էլ Նիկոլի Ես չեմ ուզում հիմա այդ մի զննությամբ հեռու գնացող ենթադրություններ անել, բայց իշխանության, մեր իշխանության ձեռագրից շատ հեռու չի նման բան անելը եւ ընդհանրապես մենք տեսնում ենք, որ վերջին օրերին քարոզչական լայն գրող կա, ոչ միայն Գագիկ Ծառուկյանի ու նրա թիմի, այլ ընդդիմադիր բոլոր ազդեցիկ սեգմենտների վրա շուտ լայնածավալ գրող կա։ Գիտեք, ես իշխանությանը կհորդորեմ այդ ֆիլտրումները, ռեպրեսիաները, վարչական ճնշումները, մարդկանց զզվեցնելու, հոգնեցնելը թողնեն։ Ի վերջո դրանք մեծ արդյունք չեն տալու։ Դրանք կարող են հակառակ էֆեկտ ունենալ, հասարակությանը ավելի մոբիլիզացնել։ Դուք իշխանությունները ամենավերջին մարդիկ են այսօրվա, որոնք դատավորի կամ արդարադատի կեցված կարող են որտեղ գրել։ Քրեական օրենսգիրքը իրենց համար է լացում, արտասվում, չգիտեմ, տարբեր տխուր զգացումներ ունենում։ Ես իրենց խորհուրդ կտամ իրենց դատավճռին սպասել քաղաքական դատավճռին հունիսի 7-ին։ Սա ավելի ողջամիտ կլինի։ Իրենք փորձում են ամեն կերպ պատրանք ստեղծել, թե ընտրությունները խիստ կանխատեսելի են արդյունքները։ Աշխարհի մեծերը մեզ են պաշտպանում, դեմներս
նախկինները այդ իբր էլ այդ կեղստեզն էլ կա, չէ, հորին ասոցացվող ուժեր են եւ այլն, մենք հեշտանք, լավ որ հեշտ հանգիստ հաղթելու եք։ Մի օր Թրամփի գիրկն ես նստում, մի օր կողքն ես նստում, տես PR-ում ես։ Ինչ ես ջղացիկումները ինչի՞ ամ։ Թրամփը ձեռքը դնում է ինչ-որ ոտքի։ Պատկերացնում եք գրքին նստածներ ինչ բան, ինչ անզուս PR-ը դնելու։ Բախտերս բերել են, թամերը ձեռքը դրել է։ Բայց դա դեռ նոր է, պարոն Սուրենյան, սկսում ենք մինչև ընտրություններ հնարավոր է ինչ ասես տեսնենք։ Չմոռանանք ազգային ժողովում ինչներ թափ տալիս, հետո մատեր թափ։ Այսինքն մենք հնարավոր է մինչև Այո, հիմա ես իրենց խորհուրդ կտամ, այդ իրանց ինքնավստահությունը անմիջապես սնանկ է դառնում, երբ որ ֆոբիաներն են իրանք բացահայտում, այս անզուսպ հակաքարոզչությամբ, բա որ չեք վախենում, իչեք սենց ռեպրեսիաների դիմում 55 տարեկան մի հատ կնոջ ձեռնաշխտաներով տանում եք կալանքի։ Այն էլ ինչ որ գրառման համար։ Հա, գրառում, հետո պարզվում է ինչ որ նամակագրության սկրինշոտ է նույնիսկ, ոչ թե գրառում։ Բատես բաներ եք անում, ինչ որ Գյումրի մոդելներից եք խոսում, երբ որ ոչ մեկ այդ մասին չել բարձրաձայն է, չել խոսել, ինչ որ շատ տարօրինակ վարքագծի մեջ են։ Ես իմիջիլած ինձ ֆոբիաները շատ լավ հասկանում եմ։ Դա միակ անկեղծ բանն է, որ իրանք կարողանում են արտահայտել, որովհետև մասնագիտական բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ընտրություններին մասնակցի ընտրողների 55%-ը կամ 1.300.000 գերազանցող մարդ, Նիկոլ Փաշինյանի ոչ մի ռեպրեսիա, վարչական ոչ մի ճնշում դեր չեն խաղալու եւ նրա իշխանության հեռացումը կանխորոշված է լինելու։ Հիմա նրա ամբողջ նպատակը հենց ապատիկ հասարակություն ունենալն է, նա ամեն ինչ անում է, որ հասարակությունը հանգարց չակտիվանա, սուբյեկտ չդառնա, որտեղ միակ դաշնակիցը այս ընտրական գործընթացում Նիկոլ Փաշինյանի հենց ապատիկ հասարակությունն է, նա կորցրել է հասարակության խոշոր շերտերում աջակցությունը, քաղաքական իր սատելիտները քաղաքական ինքնասպանության ռեժիմի մեջ են եւ որևէ ձևով օգտակար լինել չեն կարող, հետեւաբար միակ հույսը մնացել է ապատիկ հասարակությունը։ Եվ պարոն Սուրենյան, մենք քաղաքական այս անցուդարձին մի քանի ամսվա ընթացքում տեսանք, որ նոր քաղաքական ուժ ձևավորվեց, ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի մասնակցությամբ։ Ինչպես եք կարծում, հա, որովհետև հիմա բոլոր սլակները տանում են դեպի իրենց ուղղությունը, հա, եւ իրենք փորձում են ասում են ամեն դեպքում, որ գնալու ենք ընտրությունների եւ հաղթելու ենք։ Եթե երկրորդ տեղ, հա, ես հիմա կանխատեսումներ չանենք, բայց ընդդիմության առաջին տեղում լինի, ասենք, հաղթող մենք Սամվել Կարապետյանի թիմը, դուք որպես ուժ եւ ընդհանրապես բոլոր ընդդիմադիր կողմերը իրենց ձայները կտան։ Գիտեք, նախ եկեք ասեմ, որ ընտրությունները անորոշության եւ անկանխատեսելիության բաղադրիչ ունեն եւ ես չէ շտաբի ֆավորիտի մասին կամ վստահ պնդում անել։ Լավ, չասենք ուժեղ Հայաստանը, լինի ասենք օրինակ կարող առաջարկ Հայաստանինը դառնա կամ Բարգավաճ Հայաստանը դառնա այդ մերանը։ Այդ ներքին պայմանավորվածությունը Գիտեք, ես կարծում եմ, որ այդ չգրված պայմանավորվածությունները գոյություն ունեն, չգրված, այսինքն դա նույնիսկ պետք չի պայմանավորվել, դա նույնիսկ բառը սխալ ասացի, ոչ թե չգրված, տրամաբանությունը հուշում է, որ առանցքային ընդդիմադիր ուժերից որևէ մեկը ԿՊ հետ համագործակցության չի գնալու։ Բայց ինչպիսի կոնֆիգուրացիա կլինի, ժողովրդավարությունը բազմաթիվ գործիքներ է, չէ՞ նախատեսել դրա համար։ Ավելի ճիշտ կլինի խոսել հենց ընտրությունների արդյունքները կլինեն, որովհետև տեսեք, ես Գյումրիի ընտրական գործընթացի շատ ակտիվ դերակատար եմ եղել, հավատացնում եմ ձեզ, որ մինչև ընտրությունների գիշերը օրվա այն մոդելը, որով քաղաքային իշխանություն ձևավորվեց, չի քննարկվել։ Իսկ եղել են արդյունքները, մենք տեսել ենք այս ձևով լուծումը կբերի հաղթանակի, գնացել ենք այդ լուծման։ Այստեղ էլ է շատ կարևոր։ Բա իհարկե հիմա որովհետև տեսեք, ով ասել, որ ֆավորիտները 3-ն են, ոչ թե 5 օրինակ։ Կամ գուցե կուսակցություններից մեկը այնքան համոզիչ քվեներ է ստանում,
որ ընդամենը մեկ կուսակցության հետ կոալիցիան լրիվ բավարար է հաղթելու համար։ Իսկ են տարբեր իրավիճակներ էլի կարող են։ Այդ Գյումրի երկու մոդելն էլ է հենց իշխանությունը շրջանառու դարձել։ Այո։ Իրանք իրենց քաղաքական ворփությունն ու մենակությունը գիտեն, որ մեկը իրենց միացող ուժ չի լինելու։ Այն սատելիտերն էլ մնալու են բարիերի տակ, հա։ Դրա համար հիմա ասես խոճապահար փորձում են սցենարներ քննարկել, իրանք խոսացնում են առանցքային ընդդիմադիրներին, էլի ուզում են փորձեն։ Ես կարող եմ հստակ ասել, որ բացառում են ԿՊ-ի հետ համագործակցությունը։ Մնացած բոլոր սցենարները քաղաքական ողջամտության եւ էլեկտորալ խճանկարի հետևանք պիտի լինեն։ Այսինքն ընդդիմությունը միասնական գնում է ընտրությունների Նիկոլ Փաշինյանին հաղթում։ Այդ հարցում ամբողջ ընդդիմությունը միասնական հարցեր կան, որոնցում ընդդիմության մոտեցումները միասնական են։ Այս իշխանության նկատմամբ վերաբերմունքն է, եկեղեցու պաշտպանության նկատմամբ վերաբերմունքն է, քաղաքականավորների ազատության հարցում վերաբերմունքն է, բայց կան նաև տարբերություններ, իմիջիալոց դա խրախուսելի է, քաղաքական դաշտի հարստությունն է նույնիսկ, որ մի քանի բևեռներ կան, որովհետև չի լինի մի հատ ընդդիմադիր ընտրող, որ վաղը հայտարարի, որ քաղաքական պալիտրայում չկթավեն ուժին ու ուզում է ձայն տա։ Եվ նաև շատ կարճ անդրադառնանք եկեղեցուն, որովհետև եկեղեցու թեման կարծես Նիկոլ Փաշինյանի մոտ արդեն ավարտված վիճակ է, որովհետև նախորդ կիրակի տեսանք այդպես շատ թաքուն գնում է Սևան եւ որոշում է ինչ որ մասնակցել պատարակի, այն էլ եկեղեցում հնչում է հենց Վեհափարյանն, այսինքն չի զեղչվում եւ Նիկոլից չեն վախենում։ Կամ սխալ են զեկուցել իրան, այսինքն ասել են օրինակ այդ հարգարժան քահանային հավաքագրել են, բայց չեն կարողացել հավաքագրել, մարդը չի ուզել տիրադավ դառնա, կամ Նիկոլ Փաշինյանն ինքն է սպոնտան գնացել, ընդհանրապես Ավստրիայի հավաքնել, այդ հաճելի միջադեպներ ցույց տվեցին, որ չնայած ճնշումներին, եկեղեցականների Բարսաշճան կամ քահանայական դասի եկեղեցականների գերակշիռ մեծամասնությունը համերաշխ է Մայրաթորի եւ Վեհափարի հետ, բայց իհարկե այս փաստից եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը հետքայլ է անելու եւ հրաժարվելու է եկեղեցու դեմ ոտնձգություններից, ես չէի շտապի։ Մենք գործ ունենք Սևեռուն հայացք ունեցող անձնավորությանը եւ չմոռանանք, որ մի 10 օր առաջ նա Վեհափարի դեմ քրեական գործ հարուցել, այդ օրն էլ մենք հաղորդում ենք ունեցել մեկ այլ տաղավարում, հիշում եք, հարգելի Արթուր, հետևաբար ես ավելի շատ հակված եմ մտածել, որ ինքը ուղղակի այլ առաջնահերթություններ օրակարգային այս պահին ունի, դրանց սպասարկմամբ զբաղված, բայց անշուշտ եկեղեցուն վերադառնալու է, իլյուզիաներ չունենանք, որպեսզի մեր մտավախությունները իջիկ դարձնենք, այ վերջնականապես հակաեկեղեցական կամպանիայի վերջակետը դրված համարենք։ Հունիսի 7-ին իրան իշխանությունից հեռացնենք, այլ երկ չկա։ Եվ պարոն Սուրենյանց, վերջում մենք տեսանք, որ Ալենը Սիմոնյան, հա, հոգեվորականներին մեղադրեց մանկապղծության մեջ, այդ կեղտի մեջ թաթախվելու մեջ, բայց այսպես ինչ որ օդ արտահայտած միտք կարծես եղավ, հա, մեկը օրինակ հենց ուժայիններից կամ դատախազությունը ինչ որ Ալենը սիրում է բողոքել եւ այդ բողոքների հիման վրա մարդիկ այսօր ձերբակալված են, բայց օրինակ դատախազությունը չկանչեց ասել, հələ մի հատ արի այստեղ տեսնենք որ հոգեվորականի մասին է խոսքը, այսինքն եթե դա այդպես չի, ուրեմն զրպարտություն է անում, այսինքն քեզ պետք է մենք քայլեր ձեռնարկենք։ Բաթեուշ իրանք պատասխան են տալու իրենց հայտարարությունների եւ վարկագծի համար, օդային արտահայտությունները Ալեն Սիմոնյանի սիրած ոչ դա, ընդհանրապես Ալեն Սիմոնյանի հայտարարությունները մեկնաբանելը շատ անշնորհակալ գործ է, այնտեղ բան էլ չկա մեկնաբանել, օդի ինչը մեկնաբանես։ Ալենն է թող խոսա, էլի մի երկու ամիս է մնում, նույնիսկ իր թիմում վստահ եմ բավարար հեղինակություն չունի, Աստված մի արասե ԿՊ-ի հաջողության դեպքում աթոռը պահպանելու համար, շարքային պատգամավոր կլինի, ավելի քիչ ուշադրություն կդարձնենք իր անձի նկատմամբ, կանստի կգնա այս տխուր պատմությունը։ Շնորհակալ եմ զրույցի։ Ես էլ եմ շնորհակալ։ Կհանդիպենք։
Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։